մասնակցում նիստի, եթե դեռ չկա հրաժարական ազգային ժողովի հայտարարությունը չկա։ Որովհետև շահերի բախումից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս այնպիսի վարքագիծ դրսևորել, որը չի ստեղծի լրացուցիչ իրավական խոչընդոտներ որևիցե մի սուբյեկտի համար, թե ազգային ժողովի, թե սահմանադրական դատարանի։ Շահերի բախումից խուսափել։ Օրինակ տեսեք, այս օրակարգում կա սահմանադրական դատարանի մասին օրենք, եւ դրա քվեարկությանը մասնակցությունը ինքնին կարող է ստեղծել շահերի բախում։ Այսքան շնորհակալություն։ Բայց մարդիկ ինչ հավատ ունենա, որ դուք ՔՊԱ-կան լինելով գնում եք։ Ես ասացի, որ ես մեկնաբանություններ չեմ ՔՊԱ-կաններով լցվում եք սահմանադրական դատարան։ Ես ասում եմ, որ մեկնաբանություններ չեմ տալու, շնորհակալություն։ Այսինքն այդ բանի նկատմամբ այլևս վստահությունը, որը մասամբ կարող է լինել, հիմա չկա, որտեղ դուք ՔՊԱ-կան եք, չէ՞։ Ես շնորհակալություն ըմբռնման համար, հարգելի գործընկերներ։ Մենք խոսում ենք նաև լրատվական էթիկայի կանոնների, չէ՞, ես ձեզ ասեցի, որ մեկնաբանություն չեմ տա։ Կներեք, էլի դուք նույնիսկ ձեզ չեք թույլ տալիս, որպեսզի ես կարողանամ հաղորդել։ Ես եւս մեկ անգամ ասում եմ շնորհակալություն ըմբռնման համար, այս փուլում որից մեկնաբանություններ չեմ տալու, շնորհակալություն։ Շնորհակալություն, որ չդրվեմ, չընտրվեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։